Ես այսօր ուզում կանչեմ այստեղ Համիկին մեր հրաշալի, որը երիտասարդների պատասխանատուն է, Համիկ ջան, արի այստեղ եւ նա կկիսվի։ Գիտեք, հրաշալի հայտնությունը, երբ որ ինձ հետ կիսվեց, ասեցի, լսի, սա պետք է բոլորը լսեն իրականում, եւ ես նրան ասել եմ 5 րոպե։ Նա ասեց, ոնց այսքան խոսքը կարամ 5 րոպեում տամ։ Գիտեք, մեկ անգամ ես Միացյալ Նահանգներ եի գնացել, Միացյալ Նահանգներում պրոտոկոլով քարոզներ էր, այսինքն եւ դրված էր 3 րոպե փառաբանում են, 2 րոպե հայտարարություն տալի, հետո ամենաշատ ժամանակը ինձ են տվել 15-ից 20 րոպե։ 15-ից 20 րոպե, նրանց ծառայությունը իհարկե դա ամերիկական եկեղեցի էր, տևում էր ընդամենը 40 րոպե եւ հետո իրար հետ սուրճ են խմում 3 ժամ։ Իրար հետ խմում են Մեզ մոտ մի քիչ հակառակն է, մեզ մոտ հակառակն է մի քիչ, եւ ես ասեցի, բայց ո՞նց եմ հասնելու այդ հով, ասես, գիտես ինչ կա, եթե դու լավ քարոզիչ ես, ինչ որ ուզում ես ասես 20 րոպեում կասես։ Հիմա ես Համիկների կասի, Համիկ ջան, եթե դու լավ քարոզիչ ես, ինչ ուզում ես ասես, 5 րոպեում կասես։ Այսօր եկավ ասես կնի 30 վայրկյան ավելացնեմ, մի բան էլ պատմեմ, թույլ եմ տվել։ Հալելույա։ Շնորհակալություն։ Փառք Տիրոջը։ Հալելույա։ Մենք շուտով տոնելու ենք Հիսուսի հարության տոնը։ Ամեն։ Այսինքն ոչ թե տոնելու ենք հետո Հիսուսը հարություն առնում, Հիսուսը արդեն հարություն առել, մենք տոնելու ենք։ Այդ հարություն առած Հիսուսը այսօր այստեղ է։ Ամեն։ Ասա կողքինին, քո կյանքում ինչ որ բան անելու համար։ Ոչ թե վաղը, այլ հիմա այսօր։ Հալելույա։ Ես ուզում եմ իմ քարոզը կոչվում է այսպես. Վերջի խոսքը պատկանում է Աստծուն քո կյանքում։ Հովհաննես 11-րդ գլխից ես ամբողջը չեմ ընթերցի, ես ուղղակի sense կանադառնամ, մի պատմություն է գրված, որտեղ որ Մարիամն ու Մարթան նրանք Հիսուսին կանչում են, որպեսզի իրենց եղբոր Ղազարոսին բժշկի, որովհետև նա հիվանդ է։ Ու գրված է, որ Հիսուսը երբ որ իմացավ այդ մասին, մի անգամից չգնաց։ Ասում է 2 օր մնաց այն քաղաքում, որտեղ որ կար, ու չգնաց իրանց Բեթանիա գյուղը։ Ու մնաց այդտեղ։ Պատկերացնում ես, հիմա դուք Հիսուսին աղաղակում ես քո կյանքում, աղոթում ես, կանչում ես, ու բայց ոչ մի բան չի փոխվում։ Լինում է չէ մեր կյանքում։ Հենց այդ բանի ոչ մի բան չի փոխվում։ Հաջորդ օրն էլ չի փոխվում։ Ու երբ որ մենք շարունակությունը նայում ենք, ինչա կատարում, 21-րդ խոսքում գրված այսպես. Ղազարոսը մինչև այս արդեն մահանում է։ Հիսուսը չի գնում։ Ու Ղազարոսը մահանում է։ Ու 21-ում գրված այսպես. Եվ Մարթան ասեց Հիսուսին, երբ նրանք արդեն հանդիպում են Հիսուսի հետ. Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Պատկերացնում եք, ու գրված է, որ Մարթան, Մարիամը ու Ղազարոսը Հիսուսը նրանց շատ էր սիրում։ Ու գալիս է Մարիամը ասում է, Մարթան ասում է, Տեր, եթե դու շուտ եկած լինեիր, այն օրը, որ քեզ կանչեցի, այսքան խնդիրները չէր առաջանա, իմ եղբայրը մահացած չէր լինի։ Ես այս իմ հիվանդությունը, եթե դու անցյալ տարի պատասխանած լինեիր, այս աստիճանի չէր հասնի։ Իմ պարտքերի թիվը այսքան չէր մեծանա, եթե դու անցյալ տարի հրաշք աներ ու հանած լինեիր ինձ։ Եթե իմ ընտանիքը որ սկսվել էր քայքայվել ու փչանալ, այդ ժամանակ որ աղոթում էի որ դու հասնեիր, իմ ընտանիքը չէր բաժանվի ու չէր քանդվի։ Տեր, եթե դու այն ժամանակ հասնեիր, ես այսօր տխրության մեջ չէի լինի։ Տեր, եթե դու այն օրը որ արեցի, խնդրեցի քեզ, դու այդ օրը պետքա գայր, դու ուշացել ես։ Ու շարունակությունը ասում է 39-րդ խոսքում։ Հիսուսը ասեց. Այդ քարը գնում են գերեզմանի մոտ եւ ասում է այդ քարը վեր առեք, մեռելի քույրը Մարթան ասեց նրան. Տեր, արդեն հոտած է, որովհետեւ 4 օրվա է։ Եվ Հիսուսը շարունակում ասում է, եւ Հիսուսը նրան ասեց. Չասեցի քեզ, որ եթե հավատաս Աստծո փառքը կտեսնես։ Հիմա գնում են գերեզմանի մոտ, ասում է Հիսուս ասում է քարը գերեզմանի վեր առ։ Գիտես, եթե քո սրտում արդեն մահացել է այն ինչ որ, գիտեմ, եթե քո առողջությունն է, գիտես ինչա մահացած քո կյանքում։ Եթե դու հիվանդ ես հիմա, հիվանդություն ունես, դա քո մահացած առողջությունն է։ Դա քո առողջությունն է, որ մահացել է ու դարել է հիվանդություն։ Եթե դու այսօր ունես ընտանեկան շատ խնդիրներ, դա քո առողջ ընտանեկան հարաբերություններն է, որ մահացել է։ Եթե դու ունես այսօր մեծ պարգև, դա քո բարգավաճումն է, որ մահացել է ու դարել է պարգև։ Ու Տերը այսօր այստեղ է, որ քեզ հրաշք անի քո կյանքում։ Մենք շարունակում ենք հիմա։ Եվ ասես քարը այն կողք տարեք։ Եվ այսօր ես ու դու այն քարը, որ արդեն քար ենք դրել դրա վրա, ու էլ չի լինի այդ, որովհետև Հիսուս 4 օրվա է արդեն մի տարի անցել է դրանից, արդեն գիտես ինչքան ժամանակ անցել, Տեր, դա արդեն չի լինի, հոտ է գալի, փչացել է։ Գիտես ինչ։ Դու Հիսուսին չես կարող համոզես, որ ինքը հրաշք չանի քո կյանքում։ Դու Հիսուսին չես կարող համոզես, որ ինքը քո կյանքի այդ վիճակները հարություն չտա։ Շարունակենք։ Գրված այսպես. եւ Հիսուսը իր աչքերը դեպի վեր բարձրացրեց եւ ասեց. Հայր,
Գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր, եւ ես գիտեի, որ միշտ լսում ես ինձ։ Բայց այս շրջակա ժողովրդի համար ասեցի, որ հավատան, թե դու ուղարկեցիր ինձ։ Եվ այս ասելով մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ, եւ մեռելը դուրս եկավ։ Գիտես Հիսուսը հարություն տվողը, որը ասում է ես եմ հարությունը ու կյանքը։ Հիմա կանգնած այստեղ, քո սրտի դրան առաջ, որտեղ դու քարը դրել ես, ու այդ գերեզման կա ինչ որ քո սրտում, որը դու մահացել ես, միգուցե բժիշկներն են էտի ասել, որ վերջ, էլ չի կարա բժշկվի քո հիվանդությունը, վերջ, այս դու նայում ես իրավիճակներին ու քո կյանքը չի կարա փոխվի, վերջ էլ ես չեմ կարա իմ ամուսնու հետ միանամ, վերջ իմ երեխու կյանքը էլ չի փոխվի, միգուցե ինքը թմրամոլ է ու դու ասում ու կողքից են բոլորը ասում վերջ, բայց գիտես ինչ, Հիսուսը այսօր այստեղ է։ Ուղղակի քեզ մի բան եմ խնդրում, այդ քարը որ փակել ես, որ ասում ես վերջ տակ ու վերջ, դա հարություն չի առնի։ Դիր մի կողմ հիմա, որտեղ հիմա հրաշք անելու Տերը քո կյանքում։ Քարը դիր մի կողմ, Հիսուս ասում է քարը տարեք այն կողմ։ Ու գիտես ինչ ասում։ Ղազարոս աղաղակում ասում է դուրս եկ։ Այսօր Հիսուսը, մենք Հիսուսի անունով հիմա աղոթելու ենք այստեղ, որ քո կյանքում դուրս գա։ Գիտես ինչը։ Հիվանդությունը գնա ու առողջությունը դուրս գա կյանքի։ Հիսուսը Ղազարոսին կյանքի կոչ անում, ասում է դուրս եկ։ Դուրս եկ ապրելու։ Հիմա եթե քո կյանքում կա այդ խնդիրները, որ մահացած են դրանք, Հիսուսը դրանց այսօր ուզում ասի դուրս եկ հարության, դուրս եկ կյանքի, ու չի կարա դա հարություն չառնի, որովհետև նա հարություն առած Քրիստոս այսօր այստեղ է, ու ոչ մի բան, ոչ սատանան, ոչ քո իրավիճակները չեն կարա իրան համոզեն, որ այդ հրաշքը քո կյանքում չանի։ Եթե դու այդ քարը դնես այսօր մի կողմ, քո թերահավատությունը դիր մի կողմ, ասա Տեր այսօր նորից ես սպասում եմ։ Եթե կան մարդիկ, որոնց մասին դու մտածում ես, որ ինքը չի ապաշխարի, դու արդեն մտածում ես սաղ կփրկվեն բացի իրանից, ինքը չի ապաշխարի, իմ ընտանիքի անդամն է։ Այդ քարը դիր մի կողմ, թույլ տուր, որ այսօր Տերը հարություն տա այդ մահացած բաները քո կյանքում։ Ամեն։ Ու ես մի պատմություն եմ քեզ ուզում պատմեմ։ Ես հավատում եմ, որ Տերը այստեղ հրաշք անելու։ Մենք այս տարի հռչակել են գործը առաքելոց, պարգևները գործել։ Գիտես, պարգևները չի գործելու տարվա վերջը, դեկտեմբերի 30-ից 31-ը։ Պարգևները գործել է ու գործում է այսօր ու շարունակվելու է։ Ամեն։ Դու հավատում ես։ Հալելույա։ Հալելույա։ Տերը այստեղ է։ Մի դեպք, այսպես մի պատմություն կա, իրական պատմություն է, Ռուսաստանում է դա եղել, մի աղջիկ, ով եկել է Տիրոջը ապրել է Աստծո հետ, հետո հետ անահանջել, ու իր կյանքում սկսվել է շատ մեծ խնդիրներ, խնդիրներ, ու ինքը մեծ դեպրեսիա է տարել։ Ու այդ դեպրեսիայի ժամանակ իրան մտքեր է եկել ինքնասպանության, ու այդ աղջիկը պատմում է, ասում է, երբ որ ես որոշում եի ոնց ինքնասպան լինեմ, ես գնացի իմ ընկերուհու տուն, ինքը ապրում էր 9-րդ հարկում, դուռը թակեցի, նա բացեց, ուրախացած դիմավորեց ինձ, ես իրան ասացի, որ խնդրեմ մի բաժակ սառը ջուր կբերես ինձ խոհանոցից, նա գնաց խոհանոց, որ ջուր բերի ինձ, ասում է այդ ընթացքում ես վազեցի դեպի հյուրասենյակ ու առանց մտածելու պատուանից ինձ միանգամից գցեցի։ Ու ասում է, երբ այդ աղջիկը ընկնում է 9-րդ հարկից, պատկերացնում եք 9-րդ հարկից, ընկնում է ու հողերի վրա է ընկնում։ Այնտեղ ոնց որ տրակտորները գործ են անում ու ինքը ընկնում է այդ հողերի վրա ու ամբողջությամբ փշրվում է, ինքը չի մահանում, բայց ոսկորները ամբողջությամբ փշրվում է ինքը ու մի տարի անցնում է, վերականգնվում է նա ու երբ որ նա սկսում է վկայել, հետո դարձյալ գալիս ապաշխարում է նորից ու երբ որ նա վկայում ասում է, երբ որ ասում է պատուանից ընկնում էի, ասում է բարձրից, վերևից, ասում է երկու ձայն եմ լսել, երկու բառ եմ լսել ընդամենը։ Ասում է մի ձայնը սենց էր, կեղտոտ ծիծաղի ձայն, որ գոռաց, ասում է։ Թույլ տուր ռուսերեն ասեմ, գոռաց, կանեց, հայրեն վերջ։ Ու ասում է, երբ որ ես արդեն պետք է ընկնեի գետնին, ասում է երկրորդ ձայնը լսեցի, որ գոռաց, մի կանեց։ Երկրորդ ձայնը ասում է լսեցի, որ Աստծո ձայնն էր, որ գոռաց վերջ չի։ Եթե քո կյանքում հիմա սատանան ու իրավիճակները ասում են վերջ, քո հիվանդությունը ասում է վերջ, դու արդեն քեզ ցույց է տալի քո ապագան մահացած, չգիտեմ ինչ տեսքով, ինչ ձևով ես դու քեզ նայում, Աստված քեզ այսօր ասում է վերջ չի, որովհետև վերջի խոսքը ինձ է պատկանում։ Կապ չունի 4 օրվա մեռել է, կապ չունի 5 տարի է, վերջ չի, եթե մահացել անգամ, վերջ չի, որտեղ վերջի խոսքը Տեր ասում է ես եմ ասում։ Ամեն։ Հալելույա, եկեք կանգնենք ոտքի միասին։ Ու հիմա մենք աղոթք ենք բարձրացնելու Տիրոջը։ Ու ես հավատում եմ, որ Տիրոջ Սուրբ Հոգին այստեղ է, ոչ թե պրոստը եկել է ու իր ժողովրդին տեսնի, Տերը այստեղ է, որ քո կյանքում բաներ անի։ Տերը այստեղ է, որ քո կյանքում հրաշքներ անի, ոչ թե վաղը, ասա այսօր ու հիմա։ Հալելույա։ Երկնային Հայր, ես խնդրում եմ, եթե դու ունես հիվանդություն, քո ձեռքը դիր քո հիվանդ տեղի վրա, եթե ֆիզիկական չի քո խնդիրը, դու հարության կարիք ունես, ձեռքը դիր սրտիդ։
Հալելույա երկնային Հայր։ Հիսուս Քրիստոսի անունով մենք բարձրացնում ենք այստեղ քո ժողովրդին։ Դու գիտես ամեն կարիքը, դու գիտես ամեն մահացած բանը, Տեր։ Միգուցե հույսն է մահացել, միգուցե ուրախությունն է մահացել, միգուցե հիվանդությունը եկել է, Տեր, ու առողջությունը մահացել է։ Միգուցե Տեր ջան ընտանիքներն են մահացել, քայքայվել, Տեր։ Միգուցե Տեր ջան տարբեր պարտքեր է եկել ու մահացել է բարգավաճումը իրանց կյանքում։ Հիսուս Քրիստոսի անունով Հայր, մենք հավատում ենք, մենք այստեղ մեկ չենք, երկու չենք, ավելին ենք, Տեր, ու այստեղ կանգնած քո անունով մենք հիմա, Տեր, միաբան, Տեր, բացականչելու ենք, որ Ղազարոսները մեր սրտերի մեջ, Տեր, մահացած Ղազարոսները հենց հիմա այստեղ հարություն առնեն, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով մենք հռչակում ենք, Ղազարոս, դուրս եք Հիսուս Քրիստոսի անունով, Ղազարոսներ մահացած մեր սրտերի մեջ, դուրս եք, առողջություն դուրս արի, Հիսուսի անունով առողջություն դուրս արի, Հիսուսի անունով մենք քանդում ենք ամեն տեսակի քաղցկեղի զորությունը, ու ասում ենք առողջություն դուրս արի, Հիսուս Քրիստոսի անունով ամեն շաքար մենք ասում ենք Հիսուսի անունով առողջություն դուրս արի, թող քանդված լինի ամեն սատանայի գործերը, եւ մենք Տեր շնորհակալ ենք, որ բարգավաճումը, որ Ղազարոսները, որ օրդությունները, որ առողջությունը, կյանքը, ուրախությունը, հավատքը, հույսը, հարությունը առնում, հենց հիմա մեր սրտերի մեջ, Հիսուս Քրիստոսի անունով դու կանչում ես դեպի կյանքը մեզ, Տեր, հալելույա Հիսուս, մենք շնորհակալ ենք, որ մենք տեսնում ենք, որ մեր կյանքերում դա փոխված է արդեն, Տեր, մենք քեզ փառք ենք տալիս ու շնորհակալ ենք, Տեր, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, մենք օրհնելով ենք քեզ, Հայր, եւ դու դա անում ես, Տեր, քո փառքի համար, Տեր, մենք օրհնելով ենք քո սուրբ ու հզոր անունը, Տեր, որովհետեւ մեր կյանքերում վերջի խոսքը քեզ է պատկանում, եւ դու ասում ես դուրս եք Հիսուս Քրիստոսի անունով, Հայր, հալելույա, շնորհակալ ենք քեզ, Տեր, մենք քեզ ենք տալի ողջ փառքը ու պատիվը, Տեր, հալելույա։ Հալելույա, փառք Հիսուսին։ Հալելույա, կարող ես հաղթանալ, հիմա քո կյանքում հարությունը առած է դա, դու չես կարող նորից այդպես կանգնես։ Հաղթանակի աղաղ բարձրացու Տիրոջը։ Հալելույա Հիսուս։ Հալելույա Տեր, փառք ու պատիվ քեզ, Տեր։ Հալելույա։ Հալելույա։ Ամեն։ Փառք Տիրոջը, Տերը օրհնելով օրհնի ձեզ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Իսկան մարդիկ այսօր ով առաջին անգամ այստեղ։ Խնդրում եմ ձեռքով թափարիր, եթե դու այստեղ առաջին անգամ ես։ Հալելույա, եկեք ծափարենք դրանց համար։ Խնդրեմ, որ ուղղակի քո սիրտը նույնպես բացես ու Տիրոջը Հիսուսին ընդունես այսօր քո կյանքի Տեր ու Փրկիչ։ Հալելույա, եկեք ուղղակի փակենք մեր աչքերը, ուղղակի փրկության աղոթքը միասին անենք, որ Տիրոջը հրավիրես այսօր քո կյանքի մեջ։ Սիրելի Տեր, կրկնի ինձ հետ սիրելիս, ասա սիրելի Տեր, ես քո առաջ եմ կանգնած, խնդրում եմ ներիր իմ մեղքերը, մաքրիր ինձ, քո սուրբ արյունով, ես այսօր երկնքի ու երկրի առաջ, քեզ եմ ընդունում, որպես իմ կյանքի Տեր և իմ Աստված, և ես հավատում եմ, որ դու մահացել ես, և երրորդ օրը հարություն ես առել, ինձ արդարացնելու համար, փառք ես Հիսուս, և այսօրվանից, իմ կյանքի վերջի խոսքը, քեզ է պատկանում, հալելույա, ամեն, հալելույա, փառք Տիրոջը, Փառք Հիսուսին, շնորհակալություն համճան։